Խնդրում եմ, ես հարցեր եմ ձեզ ուղղելու մանկապարտության գործով։ Ես հետևում եմ ուշով ձեր հրապարակումներին, անձամբ դուք, գլխավոր դատախազը, կենտրոնի նախագահը եւ Արփինե Սարգսյանը իրար հակասող հայտարարություններ են արել։ Նախասվում է, որ օպերատիվ տվյալների հիման վրա է հարուցվել քրեական գործ, մինչդեռ ձեզ տեղեկացնեմ, դպրոցներից 2-ի տնօրեններն են ահազանգել, ընդ որում առաջին դպրոցի տնօրենը վեդու 2 անգամ է ահազանգել։ Իսկ ինչ է արել ներքին գործերի նախարարը, ինչ արել քննչական կոմիտեի նախագահը եւ դատախազությունը այս ընթացքում, դուք անձամբ դες խաբված չեք զգում, դուք չեք կանչել, սա ի վերջո սահմռկեցուցիչ դեպք է եւ արդյոք հարկ չեք համարել կանչել ձեզ մոտ բոլորը իրենց հերթին տան տեղեկատվություն, թե այդ որտեղ է խզվել կապը եւ մյուս հարցը, դուք բացառում եք, որ այստեղ կա կոռուպցիա կամ շատ ավելի սարսափելի ինչ-որ բան, որը նպատակադրված թաքցվել է դեռևս փետրվարից, որովհետև առաջին ահազանգը ամեն դեպքում փետրվարին է եղել։ Եվ ԱԱԾ պետի մասով ինչու չկա որևէ որոշում, հայտարարություն, ի վերջո ազգային անվտանգության ծառայությունը մենք լավ գիտենք, որ ցանկացած ընտանիք մտնող դուրս եկող բարերար ներկայացող մարդկանց հետքերով պետք է գնա։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ուշադիր լինի, ում ինչի դիմաց, ինչ նպատակով եւ ովքեր են օգնություն բաժանում։ Եվ նաև երրորդ ձեռքակալվածի մասով տեղեկատվությունը շատ տարօրինակ ձևի լուռ է։ Մենք չենք հասկանում նրա գործը մտել է դատարան թե ոչ, եւ խնդրեի անդրադառնայիք Մասյացոտան, ես չեմ հրում, այստեղից ինձ հրում են, ես դոմինո էֆեկտով ձեզ եմ հրում։ Եվ խնդրում եմ անդրադառնանք Մասյացոտնի թեմին շուրջ կատարվող սկանդալային իրավիճակին։ Մասյացոտնի թեմում կա թեմակալ առաջնորդ դա Ռուբեն Վարդապետ Զարգարյանն է, բայց այսօր նրանք ասուլիսով հայտարարել են, որ պարբերաբար ԴՀԿ-ով ճնշումների են ենթարկվում, ահաբեկվում, որ պետք է դադարեցնել իրենց գործունեությունը, այդ թվում այն քահանաները, որոնք փաստորեն նաև ճնշումների են ենթարկվել ձեր թիմակիցների համայնքապետերի կողմից։ Արդյոք կարելի է քաղաքացի, շարքային քաղաքացի Արման Սարոյանին այնքան օժտել իրավունքներով, որ նա իրեն թույլ տա 15 միլիոն դրամ թեմի բյուջեից շարժեր ապահովի եւ հարկադրանքով բանկերին ստիպեն, որ նրանք դարձնեն բաժանորդ Արման Սարոյանին, ով ընդամենը Մարմարաշենի բնակիչ է, նախկին հոգեվորական։ Ուրեմն վեդու դեպքի հետ կապված բնականաբար ես որոշակի տեղեկատվություն ակնկալել եմ եւ ստացել եմ եւ կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ես պիտի ուղիղ ասեմ, որ որոշակի դառնության զգացում ունեմ, որ եւ կարծում եմ եւ պահանջում եմ, որ այդ օրինակ դեպքերում հատկապես բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի նկատմամբ հնարավոր պոտենցիալ տեղի ունեցած դեպքի։ Սա ընդհանրապես որպես գործելակարգ բոլոր դեպքերի համար։ Ես կարծում եմ, որ սա ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է։ Տեսեք, երբ որ ես քաղաքական հարթակներում ասում եմ եւ անընդհատ շեշտում եմ այդ կարգախոսը, որ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է, դա պետք է արտահայտվի նաև պետական ինստիտուտների, այդ թվում իրավապահների աշխատանքում։ Եվ պետք է իրավապահները, ել եմ ասում, առավել ևս նման դեպքերի վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին, եթե Աստված չանի, իրենց ընտանիքի անդամի հետ նման դեպք տեղի ունենար, եւ եթե ես թեկուզ մի փոքր շեղում զգում եմ, ոչ թե տեսնում եմ, զգում եմ այդ գործելակերպից, դա ինձ համար բացարձակապես անընդունելի է։ Մնացած մասերով ես չեմ կարող մեկնաբանություն տալ, որովհետև ես համոզված չեմ, որ տիրապետում եմ այն աստիճանի տեղեկատվության, ինչ աստիճանի, որ կարող եմ այդ հարցերին պատասխանել։ Եվ մոտիվացիան թաքցվելու, որտեղ 3 ամիս հարգելի լրագրող, ես մոտիվացիայից հարցրել եմ։ 3 ամիս հետո ես հանրային ասել եմ, ընդ որում պարբերաբար սպասելով, որ ոստիկանությունները չի տվել ոստիկանությունը։ Ձեզ այդ մոտիվացիան հայտնի չէ, հրաժարականներ սպասենք Բարձրաստիճան պաշտոնյաներից։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես կարծում եմ, որ իրապահ մարմինները իրենք պետք է վերլուծեն աշխատանքը եւ նրանք, ովքեր թերացել են իրենց աշխատանքներում, մարզային կառույցներում, պետք է համապատասխան հետևանքներ լինի, ընդ որում ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ ոչ թե տվյալ անձանց
դեմ ինչ որ բան անելու, այլ ընդհանրապես մենք պետքա գործելակարգ ունենանք, որ նաև մեզնից յուրաքանչյուրը մարզային պատասխանատուները պետքա նաև անձնական պատասխանատվություն կրեն կոնկրետ քրեածին իրավիճակի, ինֆորմացիայի տիրապետման եւ պրոցեսներ կան, որոնցից ասենք մի մասը հրապարակային է լինում, մի մասը հրապարակային չի լինում, բայց դա ես դրել եմ որպես սկզբունք։ Պետք է հասկանում եք, ընդհանրապես պարզ է, որ ոչ մի պաշտոնյա առանձին վերցրած ինքը բացարձակ պատասխանատու եւ բացարձակ տնօրեն չէ իրավիճակի, բայց ինձ համար անընդունելի է նաեւ այն իրավիճակը, երբ որ այս մի ինստիտուտը ասի դե ես իմ գործը արել եմ, մյուսը չի արել, մյուսը ասի ես արել եմ, մյուսը չի արել։ Կոնկրետ Արքինե Սարգսյանը չի կարող նաեւ վենդետան։ Պարոն Փաշինյան, ես խնդրում եմ դուք Եվ մենք իբրտանք ասում սպանություն չի եղել։ Ես խնդրում եմ դուք ձեր հարցը ավարտեք, որպես ես պատասխանեմ։ Դուք մոտիվացիային եւ քրեորեն պատասխանատվության ենթարկելու պաշտոնյաներին այդ մասով չխոսեցիք եւ նաեւ եկեղեցու։ Դուք ձեր հարցերը ավարտեցիք։ Ավարտեցի, հիմա այդ մասով։ Ես առաջին հարցի մասով ինչ մտադիր էի ասել, ասեցի, երկրորդ հարցի մասով ինչքան ես տեղյակ եմ։ Ներողություն։ Ինչքան ես տեղյակ եմ, կա դատարանի որոշում եւ դատարանի պետական մարմինները պարտավոր են կատարել դատարանի որոշումը, այդտեղ կներեք ճաշակային հարցերի հարցի դատարանի որոշումը պետք է կատարվի։